Անիրավ տնտեսի կիրակի, այսպես է կոչվում մեծ պահքի 4-րդ կիրակին։ Հոգևոր կատարելագործման ճանապարհ անցնող հավատացյալի համար կարևոր է կիրակնօրյա պատարագներին մասնակցելն ու ամենայն հայոց հայրապետի օրհնությունը ստանալը։ Առակը մեծահարուստի մոտ ծառայող մի տնտեսի մասին է, ումից Տերը տնտեսության հաշվետվությունն է պահանջում։ Տնտեսը անակնկալի գալով դիմում է խորամանկության։ Մեկ-մեկ կանչում է տիրոջ պարտապաններին և բարեկամներ շահելու համար կրճատում է նրանց պարտքերը։ Իմանալով այդ մասին Տերը գովում է հնարամիտ ծառային, որ իմաստությամբ գործեց։ Մենք իրար նկատմամբ սխալներ ենք թույլ տալիս։ Եվ դա ուղղակի անուղղակի կերպով մեղք, սխալ ու պարտք է Աստծու նկատմամբ։ Հայրմերի մեջ ինչ ենք ասում, ներիր մեզ մեր պարտքերը։ Որոնք են այդ պարտքերը։ Այն պարտքերը, այն սխալները, այն մեղքերն ու հանցանքները, որոնցով մենք իրար ենք նեղացնում, եւ Աստծուն ենք, եւ դրանով իսկ Աստծուն ենք նեղացնում։ Ուրեմն, երբ որ մենք իրար ներում ենք, նշանակում է մեր Աստծու նկատմամբ եղած պարտքերը ներվում են։ Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, պատգամում է Հիսուս իր առակում։ Մամոնան դրամն է, նյութական հարստությունը։ Հաճախ այն չարիքի աղբյուր է, սակայն առակը սովորեցնում է, որ հարստությունը ճիշտ օգտագործելով մարդը կարժանանա Աստծո ողորմությանը։ Կիրակիի խորհուրդն ու նշանակությունը մեկնելով Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը հավատացյալներին մի դեպք պատմեց։ 1915 թվականին Գևորգ 5-րդ Սուրենյանց վշտալի կաթողիկոսի հորդորով դրամահավաք է կազմակերպվում գաղթականներին օգնություն տրամադրելու համար։ Այդ օրերին հայոց հայրապետը նամակ է ստանում մի ծեր կնոջից, որտեղ գրված էր. «Ոչինչ չունեմ, սակայն 300 անգամ կճուճով ջուր եմ վաճառել եւ հավաքել 3 ռուբլի գումար, որն ուղարկում եմ մեր ժողովրդի կարիքների համար»։ Ուստի բարեգործություն կարող է անել ոչ միայն հարուստը, այլև համեստ կարողության տեր յուրաքանչյուր մարդ, ասաց Հովակիմ Սրբազանը։ Լինում է, որ մենք սայթակում ենք մեր կյանքում, հիմա մեղք են գործում, եւ Տերը մեզ այս առակով սովորացրեց, որ դարձ կա էլի։ Նույնիսկ մեղքի մեջ, եթե մենք դեպի լույսին ենք նայում, դեպի ուզում ենք լավին, Տերը էլի հնարավորություն է տալի։ Յուրաքանչյուրս ունենք շնորհ Աստծո կողմից տրված եւ այս առակն էլ տնտեսի կիրակին շատ կարեւոր է, քանի որ յուրաքանչյուրս պետք է օգտագործենք այդ շնորհները եւ բոլորս մի օր կանգնելու ենք Աստծո դատաստանի առջեւ, ուստի պետք է բոլորս ջանանք օգտագործել այդ շնորհը եւ միշտ լինենք արթուն։ Ալմաստ Մուրադյանը անձնական փորձառությամբ է վկայում պահքի բարերար ազդեցության մասին։ Հնարավորություն են տալիս, որպեսզի դու կարողանաս նաև քո հետագա ընթացքի համար կողմնորոշվել, թե քո ազատ ժամանակը ինչի վրա ես օգտագործում, քեզ տված շնորհքները ինչի վրա ես օգտագործում, որովհետև ամեն ինչի համար վերջ-վերջում մենք պատասխան ենք տալու, արդյոք դրանք լավագույն ձևով օգտագործեցինք, ի նպաստ մարդկանց օգտագործեցինք, թե ի նպաստ մեր հաճույքների կամ մեր որևէ գմահաճույքների բավարարմանը։